Ժողովուրդ օրաթերթը գրում է. Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի դեկտեմբերի 20-ից։ Համայնքների խոշորացման արդյունքում ձևավորված համայնքի ղեկավար ընտրվելուց հետո։ Մինչ այդ նա աշխատել է ոստիկանությունից մինչև հանքարդյունաբերություն, անգամ հյուրանոցային ադմինիստրատոր։ Ժողովուրդ օրաթերթ ուսումնասիրել է համայնքի ղեկավարի կողմից ներկայացված 2024 թվականին գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի տարեկան հայտարարագիրը։ Հայտարարում ներկայացված տվյալները սակայն առաջացնում են մի շարք հարցեր։ Առաջինը վերաբերում է տրանսպորտային միջոցների բացակայությանը։ Համայնքի ղեկավարի պաշտոնը ենթադրում է ակտիվ տեղաշարժ, սակայն հայտարարագրում որևէ մեքենա նշված չէ։ Երկրորդ հարցը վերաբերում է բանկային հաշիվների բացակայությանը։ Թեև համայնքի ղեկավարի աշխատավարձը սովորաբար փոխանցվում է բանկային ճանապարհով, հայտարարագրում հաշիվների մնացորդները նշված չեն։ Երրորդ կարևոր հարցադրումը կապված է Երևանի Արաբկիր վարչական շրջանում 2020 թվականին գնված բնակարանի հետ։ Հայտարարագրում նշված չէ այդ գույքի ձեռքբերման ֆինանսավորման աղբյուրը, արդյոք այն ձեռք է բերվել անձնական խնայողություններով, վարկային միջոցներով, թե այլ ֆինանսական աղբյուրներով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Երեկ ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ամբիոնից հայտարարեց, թե ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը պետք է հայտնի, թե որտեղ է աշխատում իր հայրը։ Իշխանական թիմին միանալուց հետո թերևս օգտագործելով ԱԺ նախագահի հետ ունեցած մտերմությունը, Հասմիկ Հակոբյանը խորհրդանում աշխատանքի է տեղավորել մի շարք ծանոթների եւ հարազատների, ինչպես օրինակ նրա հայրը Արմեն Հակոբյանը, որը մինչև այդ որևէ տեղ չէր աշխատել, աշխատանքի է ընդունվել ազգային ժողովի վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում, նա նաեւ բենզինի կտրոններ է բաշխում։ Ժողովուրդ օրաթերթը դեռ ամիսներ առաջ գրել էր, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 3 տնկա ժամանակահատվածում Երևանի ոսկերչական ֆաբրիկա ՍՊ-ի կողմից Հայաստան ներմուծվել է շուրջ 2 տոննա ոսկյա ձուլակտոր, սակայն այդ ձուլակտորների վրա առկա կարևոր տվյալները, սերիական համարները, արտադրող երկրի նշումները եւ քաշը լուսանկարման միջոցով չեն ֆիքսվել։ Փոխարենը ըստ ժողովրդի աղբյուրների լուսանկարանվել են ձուլակտորների այն հատվածները, որտեղ այդ տվյալները տեսանելի չեն եղել, ինչը կարող է խնդիրներ առաջացնել ոսկու ծագման, նույնականացման եւ մաքսային վերահսկողության տեսանկյունից։ Հրապարակումից ամիսներ անց հանրությանը դեռևս չի ներկայացվել որևէ հստակ տեղեկատվություն։ Կա արդյոք քրեական վարույթ, ինչ արդյունքներ են տվել իրականացված գործողությունները եւ արդյոք որևէ պաշտոնատար անձ պատասխանատվության է ենթարկվել։ Հրապարակ թերթը գրում է. Նուբարաշեն քրեակատորողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանն օրերս Թոխմախի գերեզմանատան տարածքից փորձել է վերցնել նախապես տեղադրված փաթեթը, սակայն բռնվել է պարեկների կողմից։ Ըստ նախնական տեղեկությունների փաթեթում թմրամիջոց է եղել, ու օպերբաժնի պետը ըստ երևույթին դա պիտի հասցներ քրեակատորողական հիմնարկ։ Հրապարակ թերթին հասած տեղեկություններով Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել arczepiskopos Քարամյանը հրաժարվել է եկեղեցու դեմ պայքարի գաղափարից։ Զանգահարեցինք թեմի առաջնորդին, խնդրեցինք մի քանի հարցի պատասխանել։ Այս պահքի շրջանում հարց մի տվեք, բերեք, ես օրհնեմ ձեզ ու ձեր ընտանիքը, խաղաղվեք։ Ասաց նա ու անջատեց հեռախոսը եւ այլևս մեր զանգերը մնացին անպատասխան։ Իրադարձները թերևս սկսում են գիտակցել, որ Փաշինյանը պարտվել է հայ եկեղեցու դեմ պայքարում։ Հոգեվորականների մեծամասնությունը հայ ժողովուրդը եկեղեցու կողքին են։ Հրապարակ թերթը գրում է. Փաշինյանի թիմի թիվ 1 ահու սարսափը իհարկե գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական միավորն է։ Պարզվում է Փաշինյանի կուսակցության որոշ անդամների հրահանգել է մարզերում հետախուզական աշխատանքներ իրականացնել եւ պարզել, թե ինչ սկզբունքով ու մեթոդներով է աշխատում Կարապետյանի թիմը, խոցելի են արդյոք եւ ինչպես կարելի է կասեցնել նրանց ընթացքը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Ներկուսակցական քարոզարշավի անվան տակ համապետական ընտրությունների քարոզարշավ սկսած ՔՊ վերնախավը մեր տեղեկություններով այս շաբաթ կիրակի օրերին մտադիր է այցելել Արագածոտնի եւ Շիրակի մարզեր։ Լինելու են Գյումրիում եւ այդ փաստից ՔՊ-ում լարված են, որովհետեւ հասկանում են, որ հայրաքաղաքում մի շարք հանգամանքներով պայմանավորված իրենց չեն սպասում։ Մյուս շաբաթ էլ այցելելու են Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր։ Հրապարակ թերթը գրում է. Եկեղեցու եւ վեհապարի դեմ արշավում թայմաուտ վերցնելու պատճառը ըստ որոշ տեղեկությունների Սևանի եկեղեցու պատարակն է եղել, որին առանց նախապատրաստվելու մասնակցելով Նիկոլ Փաշինյանը հույս է ունեցել, որ իրեն տեսնելով քահանան կվախենա, կզեղչի կաթողիկոսի անունը, սակայն կարելի է ասել թարսապտակ է ստացել, քանի որ պատարակ մատուցող քահանան չի շեղվել կանոնական կարգից եւ հնչեցրել է կաթողիկոսի անունը։
Իրավունք թերթը գրում է. «ԿՊԱ-ականներին նոր, ինչպես տեղի աղբյուրներն են ասում, ընտրություններում հաղթելու նոր մեգապլան է հրամցրել Փաշինյանը։ Կաթողիկոս, սաղ մոռանում եք, անցնում եք ընդդիմադիրներին իրար հետ կռվածնելու սուրբ գործին»։ Իրինա Ատանյան, Օրագիր Նյուզ։